Բարի երեկո։ 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու Արման Աբովյանի հետ։ Պարոն Աբովյան, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Աբովյան, վերջերս տեղի ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, կայացավ այդ որոշումը եւ ըստ այդ որոշման փաստացի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չկարողացավ մտնել խորհրդարան եւ չստացավ 4% իր անցողիկ շեմը։ Դուք մեկնաբանում եք, որ ոչ միայն դուք, այլ նաեւ ամբողջ քաղաքական ընդդիմադիր դաշտը, որ ձեզ պարզապես թույլ չտվեցին մտնել խորհրդարան։ Ինչու ում էիք խանգարում։ Նախ եկենք միանգամից ֆիքսենք, որ այն բառապաշարները, որոնք մենք օգտագործում ենք, ի սկզբանե չեն արտացոլում իրականությունը, այսինքն ոչ թե չկարողացանք հավաքել, այլ ի սկզբանե ստեղծեցին մի իրավիճակ, երբ որ գողացան, փոշիացրեցին, տվեցին գետնով, ինչպես ուզում եք որակավորեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն, այսինքն մենք կարողացանք, բայց մեզ եւ այն քաղաքացիներին, ովքեր ձայնը իրենց տվել էին Բարգավաճ Հայաստանի, ուղղակի ստորացրեցին։ Դրա համար ես նշեցի այդ որոշմամբ չկարողացաք։ Երկրորդը, ինչ է կատարում։ Կատարում է հետեւյալը, որ ունենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունը որոշել է, որ ինքը պետք է ձևավորի բռնապետական համակարգ կամ բռնապետություն, ինչպես կցանկանաք, եւ այդ բռնապետական, զամաշկեքը իրենք տարածում են ոչ այդքան եւ ոչ միայն քաղաքական ուժերի հանդեպ, մասնավորապես Բարգավաճ Հայաստանի, այլ այն քաղաքացիների, ովքեր համաձայն չեն այս իշխանության հետ։ Ավելի եթե խորքային ասենք, սրանք ինչ են ասում են, որ այն մարդիկ, ովքեր ըստ էության դեմ են իրանց, քվեարկել, իրենք բոլորը կաշառատու, գարշահոտ, տենց դեմքեր են, չէ՞։ Այսինքն ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ուղղակի դուրս է մղում պետական եւ ինչու ոչ հասարակական դաշտի տրամաբանական ընկալումից Հայաստանի բնակչության կեսից ավելին, այսինքն մենք գիտենք, չէ՞ որ իրանք 50+ չեն հավաքել։ Եվ այստեղ պետք է շատ ուղիղ նշել, որ այո, այն ձայնագողությունը, այն ապօրինություն բառը նույնիսկ չի սազում են խուժանությանը, որին մենք ականատես եղանք, նշանակում է միայն հետևյալը. այս իշխանությունը ընտրությունները ամեն կերպ ոնց կարողացավ ապալեգիտիմացրեց եւ այդ ապալեգիտիմացման ընթացքում ըստ էության ձևավորվում է ապալեգիտիմ ազգային ժողով, որովհետեւ ինքը չի արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությամբ ընդ որում ես ասեմ կամարտահայտությունը։ Որպես օրինակ վերցնենք հետևյալը. Սահմանադրությունը ուղիղ նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու իրավունքը դա սրբյացը սրբոցն է, ոչ ոք իրավունք չունի դրան մատով նույնիսկ կպնի։ Ինչ են անում սրանք։ 3 ընտրատարածքներում անվավեր են ճանաչում առհասարակ ընտրությունները, զրկելով ընտրելու իրավունքից մարդկանց, Հայաստանի քաղաքացիներին, որոնք իրենց ձայները տվել էին ոչ միայն օրինակ ընդդիմադիրներին, այլ նաև իրենց։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք վերապրում ենք հիմա մի կարևորագույն տրանսֆորմացիայի գործընթաց հայկական քաղաքական դաշտում, երբ որ իշխանությունը, որը իմ խորին համոզմամբ չի արտացոլում եւ չի արտահայտում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը, ըստ էության ինչ է անում, ապալեգիտիմացնում է հենց ինքն իրեն, բայց դա բնավ չի նշանակում, որ իրանք չեն գործի այնպես, ինչպես իրենք հիմա գործում են, Իրենք շատ լավ հասկանում են ապալեգիտիմացումը ինչ է, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք լեգիտիմությունից դուրս են, եւ նաեւ դրանով է պայմանավորված իրենց ուղղակի խուժանավարի, այլ պարզապես որակավորում։ Հիմա ինչպես են իրենք մեկնաբանում, իրենք ասում են, մենք դուք ասում եք 3 ընտրատեղամասերում փաստորեն ընտրողներին թույլ չտվեցին իրենց կամք արտահայտել, իրենք ասում են մենք հավասարություն ենք ապահովում բոլոր ընտրողների հանդեպ, երբ որ մի ընտրատեղամասի ընտրողները քվեարկել են առանց իմանալու ընտրությունների ելքը, իսկ այստեղ արդեն կանխամտածված կգնան եւ կընտրեն օրինակ Բարգավաճ Հայաստանի։ Ես չգիտեմ իրենց ով է այդ ապուշ միտքը տվել, ինչի համար ապուշ, որովհետեւ նույն հաջողությամբ իրանք կարող են ասել, որ օրինակ ընտրությունները իրենք ընդհանրապես չեն անցկացնում, որովհետեւ ենթադրենք կա տեղեկատվական ազդեցություն բնակչության վրա, օրինակ չգիտեմ, ինչ որ մեկի կողմից։ Այսինքն այն ինչ իրենք բացատրում են ինքը ուղղակի հակասում է սահմանադրությանը, որտեղ սև ու սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին
իրավունք ունի ընտրելու եւ ոչ ոք այդ ընտրության իրավունք չունի կամայական մեկնաբանելու։ Հիմա քեզ բան, երբ որ իրանք ասում են դե լավ, հավասարության պայմաններ։ Այդքան հավասարության պայմաններից խոսում էիք, այդ պարագայում ուրեմն չեղարկում եք ամբողջ Հայաստանի Հանրապետության ընտրությունները, ամբողջ դաշտով եւ նորից սկսում եք քվեարկել։ Ընդ որում, եթե իրենք էլ պնդում են, որ ընդդիմության ձայները ըստ նրանց լեգիտիմ չեն, ընտրակաշառքով են, այդ դեպքում ինչու իրենք էլ չեն ուզում որ նոր եկեք մենք աշխատենք այն փաստագրական տվյալներով, որոնք իրանք են տալի, հա։ Եկեք հենց իրենց փաստագրական տվյալներով։ Հայաստանի Հանրապետություն քննչական կոմիտեն հայտարարեց, որ հարուցվել է 17 քրեական գործ, 16-ը ուժեղ Հայաստանի մասով, մեկը Բարգավաճի մասով, ընտրակաշառքների հետ կապված, որով անցնում է 60 մարդ։ Այն որ այդ 17-ն էլ շինցու, ապօրինի, իրականության հետ կապ չունեցող գործեր են, դա ակնհայտ է, բայց Հայաստանի Հանրապետությունում 2.5 միլիոն մոտավորապես ընտրողներ են։ 16 գործը կամ 30 կամ 60, հա, կամ ընդհուպ 600 մարդիկ, ովքեր անցնում էին այդ գործերով, շինցու գործերով կրկնում եմ, բայց անգամ եթե ընդհանրենք դա այդպես չի, բայց շինցու, հա, կարող են իրանք ազդեցություն ունենային 2.5 միլիոն մարդկանց կամարտահայտության վրա, հա, դե լավ 2.5-ն էլ չէ, 1 միլիոն 476 հազար, իհարկե ոչ, բայց քանզի իրենց մոտ խնդիր կա, ես կարծում եմ մտավոր խնդիր, այսինքն մարդիկ տրամաբանությունից դուրս են դա ասում, իրենք այսօր առանց որևէ նույնիսկ տրամաբանական հիմքերի, որևէ ընդհանրապես ուղղակի ջարդում են Հայաստանի Հանրապետության ողնաշարը, որը իրականում այո ազգայնական կամ ազգային ժողովրդավարությունն է, ջարդում են, փշրում են եւ գործում են դասական կոլոբրանտ, այսինքն դրածո իշխանության տրամաբանության ներքո։ Ես առհասարակ միշտ համեմատում եմ այս իշխանությունը, այլ ճիշտ անվանում եմ, որ ինքը կոչվում է 180 աստիճանոց իշխանություն, այսինքն այն ինչ իրենք հայտարարում են, եթե մենք ուզում ենք ճիշտ իմանանք, պետք է 180 աստիճան հակառակ նայենք։ Երբ որ իրենք ասում են, որ ժողովրդավար, որ իրենք ժողովրդավար չեն, երբ որ իրենք ասում են, որ իրանք պետականամետ են, իրենք վտանգ են գեներացնում Հայաստանի Հանրապետության պետականության համար։ Երբ որ իրենք ասում են, որ տնտեսության մեջ ամեն ինչ լավ է, ուրեմն իմացեք մենք այնպես մի հատ խնդիրներ ունենք տնտեսության մեջ, որը ահավոր է։ Երբ որ իրենք ասում են, որ հեծը վատ էր աշխատում, իրանք եկան որ լավ աշխատի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնիսկ այն մարդիկ, ովքեր սա կավաթիվ, բայց այնուամենայնիվ, սատարում են այս իշխանությանը, իրանց տներում են, չէ՞ հիմա լույսերը անջատում։ Այսինքն այստեղ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ իշխանությունը իր վերարտադրության եւ իր պահպանելու համար անում է հետեւյալը. առաջին հերթին բոլոր մեղքերում, որը ինքը գործում է, մեղադրում է ընդդիմադիրների եւ բացի մեղադրելը փորձում է այսպես կոչված, մաքրել դաշտը ընդհանրապես, որ բացի իրանցից էլ ոչ մեկ չմնա եւ ըստ էության իրենք առաջ մղեն այն խոստումները կամ այն պարտավորությունները, որոնք իրենք ստացել են կամ այն հրահանգները, որոնք իրենց իջացրել են նույն Բաքվից եւ Անկարայից, ընդ որում իրենք բնավ դա չեն էլ թաքցնում։ Իզուր չէ առաջին պաշտոնյան, հա, Արտասահմանյան, որ եկել էր Հայաստան, այն մի հատ վիժվածքածին գյադա կա, Հիկմետ Հաջիև, որ դրա երախը պարզապես խնդրում եմ այս պահը չկտրել։ Այո, վիժվածքածին գյադա, որովհետեւ միայն վիժվածքածին գյադ են կարող է անվանել Հայաստանի Հանրապետությունը Արևմտյան Ադրբեջան, ինքն է կոնցեպտի գլխին կանգնած։ Ասենք հերթայտողի Նաուվե Ադրբեջանի նախագահի Ադրբեջանի նախագահ Ալիևի օգնականն է։ Կարծում եք ինչ օրակարգով էր եկել Հայաստան։ Մի քիչ առաջ թռանք, բայց ես ավելի քան համոզված եմ, որ եկել էր պահանջատեր լինել այն խոստումներին եւ այն օրակարգին, որը ըստ էության, հա, հիմքներ այս իշխանության այսպես կոչված խաղաղության կոնցեպտը առաջ տանելու, այսինքն եկեք թվարկենք ինչի մասին խոսացել էին ընտրության ժամանակ կամ նախընտրական փուլում իշխանությունները։ Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների հանձնումը անկլավների ներքո, հա։ Հիմա դուք կարող եք ասել, բայց ինչի անկլավները տենց հեգնանքով եք ասում, չէ՞ որ կա Ալմատայի հռչակագիր, ես էլ ձեզ կասեմ Ալմատայի հռչակագիրը տարածքային ամբողջականության հետ ունի նույնքան կապ, որքան իրենց թիմի դպրոցական վինետկեքը։
ունեն կապ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ, ընդհանրապես չկա, որովհետև տենց որ լիներ յուրաքանչյուր պետություն, օրինակ նույն Ղրղստան, չգիտեմ, հա Միջին Ասիա, Ղազախստան եւ այլն կամ հա Թուրքմենստան, Ուզբեկստան, իրենք սահմանազատում չէին անի, կվերցնեն այդ Ալմաթայի հռչակագիրը ու վեր սահմանները կգծեին, կանցներ կգնան։ Այսինքն այստեղ մեզ խափում են։ Բայց այս իշխանությունը ունի շատ կարևոր առանձնահատկություն։ Ինքը ծայրից ծայր ազնիվ ադրբեջանցիների հետ, որովհետև չի կարող ազնիվ չլինի, կպատժեն։ Իրանք չեն վախենում այ ժողովրդից, իրանք վախենում են թուրքերից ու ադրբեջանցիներից։ Եվ այդ վախերի, գիտեք ոնց, արտացոլումը նա է, որ տանում են Հիկմետ Հաջիևին, Արևմտյան Ադրբեջան կոնցեպտի պատասխանատուին Դիլիջան, մի վայր, որտեղ Բաքվի բանտում նստած Ռուբեն Վարդանյանը այնքան ներդրում է արել, դարձնելով Դիլիջանը միջազգային, հա, ուսումնական կլաստեր։ Եվ սա կրկին են, գիտեք, յուրահատուկ թուրքական ստորացման, այո, մեզ բանը։ Ձեռները ջեբերը, գրպանները չէ, ջեբերը դրած լուրջ դեմքով մանեկ։ Ինչ դուք հասկանում եք, որ այս ամեն process-ը ինքը չի վերաբերվում լոկ իշխանություն, ընդդիմություն, թուրք, ադրբեջանցի, ինքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր հիմա իմ եւ ձեր հետ համաձայն չեն, ովքեր միգուցե առավոտից երեկո գոռում են Նիկոլ Փրկիչ, եսիմ ինչ։ Դու հասկանում եք, որ առաջինը իրենց տունն են մտնելու։ Եվ այդ իրենց տուն մտնելու արգասիքները, իրենց տուն մտնելու թուրքերի մասին է խոսքը, ադրբեջանցիների մասին է խոսքը։ Իսկ գուցե բոլոր Նիկոլ Փաշինյանին ընտրողները գտնում են, որ խաղաղությունը իսկապես եկել է եւ այսօր նա խորհրդանական ամբիոնից ասած խաղաղությունը հաստատված է եւ ժողովուրդը քվեարկել է խաղաղության։ Ժողովուրդը չի քվեարկել Հայաստանի Հանրապետության արմատական շահերի հանձնման համար, որը այս իշխանությունը անվանում է խաղաղություն, որովհետև սա բնավ խաղաղություն չէ։ Տեսեք, այն ինչի մասին հայտարարում էր Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Արման Թաթոյանը եւ այլն։ Մենք հեսա դրա մասին կխոսանք, բոլոր այն խնդիրները, որոնց մասին իրենք հայտարարում են, իրենք չեն վերացել, իրենք կան, այսինքն դա նախընտրական ինչ-որ խափելու կամ նախընտրական գործընթացի տրամաբանության մեջ չէր, դա այն պրոցեսներն են, որոնք կան, օրինակ, այս շաբաթվա ընթացքում օկուպացված Նախիջևանում տեղի ունենալու վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան խորագրով մեծ ֆորումը, կոնգրեսը, ինձ հետաքրքիր է իշխանությունները հրավեր ստացել են։ Շատ հետաքրքիր, ես չեմ զարմանա, որ հրավեր ստացածել են, անկեղծ եմ ձեզ ասում։ Եվ երբ որ սրանք անջատված, իրականում անջատված մեղադրում էին բոլոր նրանց, ովքեր հնչեցնում են, որ ասեն ընկեր, սրանք Արևմտյան Ադրբեջան են ասում, ու ադրբեջանցիների բնակեցման թեմա։ Իմիջիալոց ես էքսկլյուզիվ էի խոստացել, մենք հիմա կհնչեցնենք։ Մեխանիզմը ոնց է սրանք անելու։ Ուրեմն նախ առաջինը հիշում ենք, չէ, որ ասում էին Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների բնակեցման թեման դա հատուկ գեներացում է ընդդիմության կողմից եւ դա սուտ է եւ դա չկա։ Ասում ահաբեկում եք ընտրողների։ Ուրեմն հարգելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ջան, ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը 2025 թվականի վերջին 26-ի սկզբին հրապարակել է պաշտոնական մի փաստաթուղթ armenpress.am մտեք, այնտեղ ինքը զետեղված է, այսինքն պետական Armenpress-ը գիտենք, պետական մարմին է։ Որտեղ նշված էր հետևյալը, որ առավելագույն վտանգները, որոնք սպառնում են Հայաստանի Հանրապետությանը, դա Արևմտյան Ադրբեջանի եւ ադրբեջանցիների բնակեցման գործընթացն է, որը Ադրբեջանը գեներացնում է, որը ուշադրություն խաթարում է, խանգարում է խաղաղ գործընթացին։ Դա ես չէ, Արման Աբովյանը չի ասում։ Դա ասում է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը։ Հիմա հարց. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը թշնամի է, լրտես է։ Ոչ, վստահաբար ոչ, 100% իմացեք։ Դա պետական մարմին է, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության։ Ես վերջացնեմ։ Շատ է տրվել Նիկոլ Փաշինյանին, որ նույն Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը նման զեկույցով է հանդես եկել, նա դարձյալ ասում է, այո, կարող է սպառնալիք լինել, բայց միևնույնն է մենք հաստատեցինք խաղաղություն եւ դա այլևս չկա մեր բանակցային օրակարգում։ Ցավոք պետք է արձանագրեմ, որ իրանց բանակցային օրակարգում ոչ մի բան չկա, որտեղ իրանց բանակցային օրակարգը թելադրվում է Ադրբեջանից, առհասարակ չկա բանակցային օրակարգ։
տեսեք, գոյություն չունի բանակցային օրակարգ, մենք պետք է սա հստակ ֆիքսենք։ Դա ինչ օրակարգ է։ Գոյություն ունի օրակարգ Ադրբեջանից Բաքվից հրահանգների իջեցում եւ հրահանգների կատարման գեղեցիկ փաթեթավորում եւ ժողովրդին հրամցնել։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման գործընթացը ներկայացնում է որպես խաղաղությանը տանող գործընթաց։ Ինչ նախահայտության տանող գործընթացի ներքո համաձայնես իշխանության։ Գիտեք, ես ձեզ ասեմ, ինչ ուզում լինի, պատերազմ չլինի։ Չէ՞։ Ինչ ուզում լինի, մենակ պատերազմ չլինի։ Չէ, բայց հիմա փաստացի լինելու է։ Դե հա, ինքը սեպտեմբերին բաներ արել, չէ՞։ Հիմա տեսեք, բնակեցման մասին ես ձեզ խոստացել էի էքսկլյուզիվ, եկեք էքսկլյուզիվ։ Շարունակենք։ Արդեն իսկ Հայաստանի Հանրապետության այս իշխանությունները հայտարարել են, որ հանձնելու են Հայաստանի ինքնիշխան տարածքները իբր անկլավների ներքո, իբր դա Ադրբեջանի տարածք է, ճիշտ է։ Չէ, բայց ասել են կլուծենք հարցը, չեն ասել հանձնելու են, տարբերակ չունեն։ Լուծում ենք, փոխանակում ենք արծվաշենիները։ Չէ, իրանք հանձնելու են, մոռացեք դրա մասին, վստահաբար հանձնելու են եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ հետեւյալը, որ ինչի համար են հանձնելու։ Ադրբեջանը Հայաստանի խորքում ունենում է ինքնիշխան տարածքներ։ Կապ չունի 5 մետրակարակուսի թե 500։ Ունենում է տարածք, որը դե յուրե Հայաստանի տարածքից դուրս է, չէ՞։ Հիմա այդ տարածքը, որ Ադրբեջանի տարածքն է, օրինակ, չգիտեմ, Տիգրանաշենը վերցնենք, որովհետև շատ է խոսում Տիգրանաշենի մասին եւ ռազմավարական նպատակն է Ադրբեջանի մեզ մաքսիմալ դժվարացնել եւ կտրել կամ վերահսկելի դարձնել Հայաստանի հարավ-հյուսիս հարաբերությունները։ Նկատի ունեմ տրանսպորտային։ Համաձայն միջազգային բոլոր նորմերի եւ բացի միջազգային նորմերից դու չունես մեխանիզմ արգելել ես Ադրբեջանին, որ ինքը իր ինքնիշխան տարածքում բնակեցնի ադրբեջանցիներ, ճիշտ է։ Այո։ Ինքնիշխան տարածքում բնակեցվող ադրբեջանցիները այս պարագայում բնակեցվել են Հայաստանի տարածքում դե ֆակտո դե յուրե Ադրբեջանի տարածքում, քանզի իրանք արդեն հայտարարել են, որ իրանք կամ հանձնելու են կամ հանձնելու են։ Այսինքն գիտեք, այդ ձևավորման դե լավ գործընթացը եւ ադրբեջանցիների բնակեցման գործընթացը դրանից է մեկնարկելու։ Այսինքն տալու են տարածքը, որտեղ նրանք գալու են եւ այո, եւ այստեղ շատ կարեւոր է ընդգծել, սա ոնց որ վերլուծական միտն է, որ բացի այդ բնակվիր իրանք պետք չէ հարաբերվեն զուտ Ադրբեջանի եւ օկուպացված Արցախի տարածքով։ Ու պետք չէ ինչ որ ճանապարհ պետքա լինի, պետքա հեսա կտենակ առաջ կգան վտանգ հաղորդակցվելու, չգիտեմ, խնդիրները, հետո սրանք ասեն, բա հիմա ոչինչ, մենք կպայմանավորվենք, թող իրանց օրինակ, չգիտեմ, ոստիկանները կամ ռազմական ուժերը իրանց այդ շարասյունները ուղեկցեն։ Մի խոսքով թուրքական քաղցկեղը մտնելու է Հայաստանի տարածք։ Ամեն երկրորդ բառն է լինելու է հետեւյալը. խաղաղությունը, ինչու՞ եք վախենում, արդեն խաղաղությունն է, թուրքա, ադրբեջանցի է, թող ապրի։ Զուգահեռաբար առաջ են մղելու թեզը, որ դե մենք իրար հետ ապրել ենք, ինչ ա եղել, որ, հա, սովետի ժամանակ։ Նաև մենք էլ կգնանք Արցվաշենում կապրենք։ Եվ ասում են։ Ես վերջացնեմ։ Մեր ազգային շահն է Արցվաշենը։ Տեսեք, միանշանակ ազգային շահն է Արցվաշենը, բայց Արցվաշենում հայերի բնակությունը չի հետապնդում նպատակ Ադրբեջանի կազմաքանդման եւ չի կարա ազդի Ադրբեջանի կազմաքանդման վրա, որովհետեւ Արցվաշենը ռազմավարական կետում չէ։ Մեր հողդա մենք պատի հետ կվերցնենք ու հետ կվերցնենք թող ոչ ոք չկասկածի։ Ստեղ խնդիրը նենգա փոխությունն է։ Այսինքն առաջ բերելով Արցվաշենի թեման, իրենք ըստ էության նպաստելու են Հայաստանի Հանրապետության կազմաքանդմանը։ Սա է սխեման, այ տեսեք ձեր տաղավ ոչ միտը չեմ, առաջինը դուք եք։ Խոսում ենք այն մարդիկ, ովքեր էս իշխանությանը միտումնավոր, չեմ ասում ստիպողական, միտումնավոր ձայն են տվել, թող այս ինտերվյուն լավ հիշեն, թե ինչ ա լինելու հետո։ Ճիշտ է, գալու են ասելու են, դե հիմա ադրբեջանցիը իրանց տարածքն ոնց չապրեն, հետո դե տես ամեն ինչ վերջացավ, իբր պատերազմ չկա եւ այլն, չհասկանալով, որ դա Հայաստանի Հանրապետության ապամոնտաժման եւ կազմաքանդման փուլերից մեկն է։ Պարոն Աբովյան, բայց հիմա տեսեք, դրա իրականացմանը անդրադառնանք։ Ինչպես են Հայաստանի իշխանությունները դա իրականացնելու, որովհետեւ հիմա գոնե սահմանադրական մեծամասնություն չունեն խորհրդանում։ Մենք գիտենք, որ տարածքների հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով։ Այդ հանրաքվեն էլ պետք է ազգային ժողովով
դրվի։ Այսինքն դուք ակնկալում եք ինչ-որ օրինական քայլեր մի իշխանության կողմից, որը զրկել է Հայաստանի Հանրապետության գրեթե 3000 քաղաքացիներին առհասարակ ընտրելու իրավունքից։ Չէ, այսինքն հիմա ստացվում է այս ազգային ժողովը նույնիսկ որտեղ որ իրենք չունեն մեծամասնություն, չի կարող կանխել։ Եվ ընդդիմությունը չի կարող հիմա։ Չէ, ես ոչ թե ասում եմ չի կարող կամ կարող է, ես ասում եմ, որ այս Չէ, այս մարդիկ կառուցվածքով նկատի ունեմ, այս կառուցվածքով խորհրդան մեր սկզբունքային սխալը այն է, որ մենք դիտարկում ենք գործընթացը տրամաբանության ներքո, այսինքն մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ կամ շաշկի, հա, ամեն մեկը իր մտավոր ինձ շաշկին էլ է շատ ինտելեկտուալ խաղ, շատ եմ սիրում, շախմատից ավելի շատ, բայց այնուամենայնիվ մենք խաղում ենք իշխանության հետ շախմատ ու շաշկի, իշխանությունը մեզ հետ խաղում է բոքս։ Էտա դուրներս գա, չգա, ընդունենք, չընդունենք, լուրջ դեմքով ինչ-որ բաներ խոսենք, ոչ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հատել է այսպես կոչված անդառնալիության կարմիր գիծը, նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ չէ, գիտեք երբ որ հեռադիտակով նայում էր, ոնց են Արցախում հայերին կոտորում, այդ ժամանակ, եւ պահանջել իրենք չունեն մեծամասնություն, չունեն հազար ձևի ինչ-որ մի բան կմտածեն, օրինակ, չգիտեմ, կդիմեն սահմանադրական դատարան կառավարությունը ու կասի խաղաղությանը միտված գործընթացին խոչընդոտում ես վատ ընդդիմությունը, օրինակ, սահմանադրական դատարան ինձ իրավունք տու, որ ես առանց բանի որոշման, անունը ինչա, ազգային ժողովի, հա, ինչ-որ մի որոշում ընդունեմ։ Այլ բան, դնում են ու հայտարարում են, ասում են, մենք անցկացնում ենք հանրաքվե, եւ այդ հանրաքվեի արդյունքում մենք գիտենք, չէ՞ որ հանրաքվեի տեսակներ կան։ Օրինակ, չգիտեմ, Հայաստանի բնակչությունը կողմ է քվեարկում նոր սահմանադրության համար։ Հանրաքվեն միանշանակ կեղծվելու է, ինչպես կեղծվեց այս ընտրությունները, չկասկածեք, այսքան։ Եվ վերջ, այսինքն սահմանադրությունն էլ կփոխվի։ Այժմ մենք ում մասին ենք խոսում։ Բայց ինչու է ընդդիմությունն ինքն իրենց փոփում, որ գոնե 2/3 չունի այս իշխանությունը, որ գոնե կկարողանան կանխել սահմանադրության փոփոխությունը։ Ես չգիտեմ ընդդիմությունը ինչ ասփոփում կամ ինչ չի սփոփում։ Ես գիտեմ միայն մի բան, որ առաջին հերթին ինձ իրավունք չեն վերապահում քննադատել կամ մեծարել կամ գովալ կամ գովաբանել կամ, չգիտեմ, ջղայնանալ ընդդիմության յուրաքանչյուր որոշմանը, խոսքը Բարգավաճ Հայաստանի մասին չի։ Առհասարակ ընդդիմության, որովհետև բոլորն էլ բայց նաև Բարգավաճին էլ չառանձնացնենք։ Չէ, որովհետև այս պայքարի մեջ նաև Բարգավաճ Հայաստանն է։ Ես վերջացնեմ։ Հա, խոսքը գնում է այն ուժերի, որոնք այս հիմիկվա դրությամբ արդեն իսկ անցնում են խորհրդարան։ Իմ գոլեգաներն են, իմ շատ լավ ընկերներն են, ես անձնական ասենց տիրույթում, բացի դրանից մարդիկ շատ լավ հասկանում են այն ամենը, ինչ ես հիմա ասում եմ։ Հնարավոր է իրանք չասեն, ոչ թե նրանից վախենում են կամ չէ, պարզապես ես առաջինն եմ ասում, որ գոյություն ունեն այսպիսի ռիսկեր, բայց վստահաբար իրենք այդ ռիսկերը հաշվարկված կլինեն։ Եվ երկրորդը, Բարգավաճ Հայաստան կուսակցության համար կլինենք մենք պարլամենտում, չեն կլինի պարլամենտում, առաջնայինը եղել է կա եւ մնում է Հայաստանի Հանրապետության արկայությունը, գոյությունը որպես էթնոքաղաքական միավոր։ Լավ, պարոն Աբովյան, հիմա կարևոր հարց։ Բարգավաճ Հայաստանը մյուս ընդդիմադիրները ինչ են պատրաստվում անել։ Տեսանք ընտրական ճանապարհով չկարողացաք իշխանություն փոխել։ Գոյություն ունի հետևյալ իրողությունը։ Կարող եմ վստահաբար ասել, որ սահմանադրությունը եւ օրենքները տալիս են այն լայն գործիքակազմը, որի շրջանակներում կարելի է նվազագույնը հակազդել այս իշխանության նուսենց ասենք ազգակործան գործունեությանը։ Օրինակ չխախտելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, ինչի համար է մի 6 անգամ, եկեք մի հատ էլ ասենք, էլի։ Որ չգան ձեր հետևից։ Ձեր հետևից էլ։ Իմ հետևից են։ Այո, օպերատորը, տեսեք, ձեր դուչան իրա հետևից են գալու։ Պարոն Չալեբյանն ասում են իմ հարցերի պատճառով իր հետևից են գալու, ասում են ես էլ եմ վտանգի տակ։ Չէ, տեսեք, յուրաքանչյուր մարդ, ով հաշտ չի այն իրավիճակի հետ, որը տիրում է Հայաստանում եւ որը չի բռնում թրքամետ եւ ադրբեջանահաճո այս իշխանության տեսլականին, ինքը այս իշխանության համար թշնամի է, որովհետեւ ինքը վտանգում է այս իշխանության, առհասարակ իշխանությունը, որքան էլ տավտալոգիա է, բայց դա այդպես է։ Մենք սա պետք է հասկանանք եւ երբ որ ասում են, բայ հիմա ընդդիմությունը ինչ է անելու եւ այլն,
Հավատացնում եմ ձեզ։ Հարցնեմ, պարոն Չէ, ես ձեզ չեմ ասում։ Ես առհասարակ, հա, որ պանջատեր մարդիկ ու շատ ճիշտ են անում, որ հարցնում են, կարող եմ ասել մի բան, ինչ էլ անի չանի ինդիմությունը, ինքը մաքսիմալ աշխատելու է եւ ճիշտ անելու սահմանի եւ սահմանադրության եւ Հիմա օրենքների։ ես ձեզ խնդրում եմ օրենքների շրջանակում օրինակ բերեք ընդդիմության գործիքակազմի։ Հիմա դուք ասում եք տարածքները կտան, սահմանությունը կփոխեն, ընդդիմությունը ինչ կարող է կանխել։ Նվազագույնը ընդդիմության ձեռքը առայժմ, հա, կա սահմանադրության կողմից անհաշտ լինելու իրավունքը, որը ուղիղ ամրագրված է սահմանադրության մեջ։ Տեխնիկապես եւ տեխնիկական գործողությունների մասին ես առայժմ զերծ կմնամ ինչ-որ բան ասելու, որովհետեւ առաջինը լիազորված չեմ եւ բ երկրորդը կարծում եմ սխալ է, հա, ինչ-որ հիմա դնելու պատմել կոնկրետ ինչ են անելու։ Բայց փաստորեն ունեք սցենարներ։ Չտեսեք, մենք այն գլխից էլ, մենք բոլորս, ոչ միայն Բարգավաճ, առհասարակ յուրաքանչյուր մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, մենք, չգիտեմ, երեկվա երեխեքն էինք, մենք չենք հասկանում, որ կոպիտ ասած այս մարդիկ հետ նահանջի տեղ չունեն։ Այսինքն հետ նահանջի, ես նկատում եմ Չէ, երբ ընդդիմության գործողություններն ուշացան, հասարակության մոտ կար տպավորություն, որ ընդդիմությունը պատրաստ չի եղել այս սցենարին։ Շոկային էր կարծես, օրինակ հենց այդ գիշեր։ Չգիտեմ, ես կարծում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ մեր գործընկերների ռեակցիան ինքը ավելի քան օպերատիվ էր, այն պարագայում, որ յուրաքանչյուր գործընթաց ինքը ունի ընթացակարգ, չէ, եւ այդ ընթացակարգը ինքը 15 րոպե հետո չի կարող լինի։ Գիտեմ, առաջին քայլը եղավ վերահաշվարկի։ Այո, գիտեմ կան կարծիքներ, որ պետք է դուրս գալ դուրս եւ այլն։ Ես միանշանակ, տեսեք, ես միանշանակ ընդունում եմ բոլոր կարծիքները եւ դրա հետ մեկտեղ, այո, համաձայն եմ, որ յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր քայլ դուրս գալուց սկսած վերջացած իրավական հա գործընթացներով իրենք իրավունք ունեն լինել, այսինքն իրավունք ունեն դիտարկվել, բայց կոնկրետ իրավիճակում եւ կոնկրետ քայլերի տրամաբանությունը ինքը քիչ ուրիշ այբ է, էլի։ Լավ, պարոն Աբովյան, հիմա տեսեք, Բարգավաճ Հայաստանին թույլ չտվեցին մտնել խորհրդարան, ինչպես եւ դուք եք պնդում։ Մենք այս որոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովն է պնդում, ես արձանագրում եմ։ Շատ լավ։ ԿՀ-ի պնդմամբ եւ որոշմամբ մենք կարող ենք հասկանալ, որ ամեն դեպքում փորձ արվել է Բարգավաճ Հայաստանի հետ ինչ-որ գործարքի գնալ, մերժում են ստացել, որից հետո ԿՀ-ն կայացրել է այդ որոշումը։ Իսկ եթե մերժումը չստանային, գուցե եւ Բարգավաճ Հայաստանը անցներ խորհրդարան։ Ես չունեմ այդպիսի տեղեկություն, կարծում եմ, որ դա հատուկ, գիտեք, գեներացված միգուցե տենց ասեկոսեներ են։ Ես ամենայն դեպս չունեմ տեղեկություն, որ փորձել են ինչ-որ գործարքի գնալ եւ այլն, ես իրականում չունեմ։ Որովհետեւ վերջին պահին մեկ էլ որոշեցին, որ 3 ընտրատեղամասերի տվյալները փաստորեն վերահաշվարկով անցնում էինք խորհրդարան։ Հետո որոշում են, որ չեք անցնում։ Կարող եմ ասել միայն մի բան, հասկանում եք, երբ որ դրված է մի նժարի վրա ունենալու ես դու հայրենիք տուն, քաղաքի Երևան, ոչ թե Իրավան, հա, Սևան, ոչ թե Գոյչա, ցենց ասեմ։ Եվ այս մի նժարի վրա դրված է քաղաքական դելավ ցենց ասեմ, հա, ինչ որ գործընթացներ, ապա միանշանակ յուրաքանչյուր իրան հարգող մարդ իհարկե ընտրում է իր հայրենիքը, բայց եւս մեկ անգամ կրկնեմ, ես անկեղծ եմ ասում, առանց ինչ որ թաքցնելու, ես չունեմ այդպիսի տեղեկություն, իսկ լինելով ինձ համարելով, հա, նվազագույնը մեր community-ում իրազեկված մարդ, եթե ինչ-որ տես բաներ կիմանայի։ Կարծում եմ հարցը ասիական չէ, մի քիչ, հա, բայց այնուամենայնիվ կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դեպքում Տիկին Տոնոյանին ուղղակի։ Շատ լավ։ Տիկին Տոնոյանին հուսով եմ կհյուրընկալենք, պարոն Աբովյան, տեսեք, այսինքն նա հուսով եմ կհյուրընկալվի, պարոն Աբովյան, նաև ես ուզում եմ ձեր անձնական կարծիքը, եթե օրինակ կուսակցության կարծիքը այս պահին լիազորված չեք արտահայտել, եթե ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, այդ դեպքում ճիշտ եք համարում ընդդիմության խորհրդարան գնալը, թե ոչ, այս պահին ձեր կարծիքով ինչ քայլերի պետք է դիմի ընդդիմությունը։ Ինձ համար շատ դժվար է, դուք ասացիք անձնական կարծիք, ճիշտ է։ Այո։ Ես զերծ կմնամ անձնական կարծիքը հայտնելուց, ոչ թե նրանից, որ ես վախենում եմ կամ ես փորձում եմ մարդկանց կամ չնեղացնել կամ նեղացնել, ոչ, ես համարում եմ, որ իմ կողմից անազնիվ կլինի հեռուստատեսության միջոցով իմ գործընկերների վրա
գոնե այսքան ճնշում գործադրել այս կամ այն որոշումը ընդունելու համար, մտնել կամ չմտնել։ Շատ པարզ պատճառով այն քաղաքական ուժերը, որոնք անցել են, խոսքը գնում է Հայաստան դաշինքի մասին, խոսքը գնում է ուժեղ Հայաստանի մասին, այնտեղ բազմաթիվ մարդիկ են, ովքեր իմ ընկերներս են։ Եվ ես ինձ երբեք թույլ չեմ տա հեռուստատեսությամբ իմ ընկերներիս ինչ-որ բան հորդորել։ Նրանց ասել եք ձեր կարծիքը։ Այո։ Հիմա կոնսուլտացիաների մեջ եք։ Ով։ Ես։ 3 ուժեր, այդպես են հայտարարում։ Հա, չէ, ընդհանրապես, հա, դե առաջի օրվանից էլ 3 ուժերը ասում են կոնսուլտացիաների մեջ։ Չէ, առաջի օրվանից էլ այո, ինձ թվաց իմ հետ եք, բայց ես շուտ մենակ ունիկա կոնսուլտացիաներ սխառնվայրան։ Հա, չէ, դե իհարկե, բա քաղաքական դաշտը, բա անդիմադիրները պետք է կոնսուլտացիա լինեն եւ հիշեցնեմ ձեզ Բարգավաճ Հայաստան կուսակցության հայտարարությունը պաշտոնական, որ այո, մենք սկսում ենք կոնսուլտացիաների շարք։ Եվ ձեր վերջնական որոշումը, օրինակ, հավաքական ընդդիմության, այսպես ասեմ, լինելու է արդեն ՍԴ-ի որոշումից հետո, պարոն Աբովյան, որովհետև նաև ՍԴ-ի որոշումն է կանխատեսելի։ Կարծում եմ, այո, որքան էլ կանխատեսելի լինի կամ չլինի, գոյություն ունի իրավական գործընթաց։ Եթե սրանք պայմանական խախտում են բոլոր գրված, չգրված օրենքները եւ նորմերը, դա բնավ չի նշանակում, որ մենք դա պետք է անենք, որովհետեւ մենք ավելի խոցելի իրավիճակում ենք։ Կոպիտ ասած, իրենք իշխանություն են։ Մենք ենք պարտավոր նվազագույնը պահպանել պետության, հա, եւ պետականության հիմքերը, դե լավ, այս սենս նույնիսկ ձևակերպել։ Ինչ վերաբերում է մնացած գործընթացներին, կարծում եմ շուտով տեղյակ կլինի։ Պարոն Աբովյան, արդյոք այս իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, ինչու եմ ասում, որովհետև հապշտապ կարծես ցանկանում են օրենքներ փոխել, որոնք կազդեն, դուք հասկացաք ես որ օրենքներ։ Մեկը օրինակ, որ եթե 6 ամիս չես ապրել Հայաստանի Հանրապետություն, չես կարող ընտրել։ Հետո նույն այդ իբր ընտրակաշարք բաժանած կուսակցություններին, ընդ որում տեսեք, մենք նոր նշեցինք, չէ՞ որ այդ գործերով անցնող, այսինքն օրինակ նույն ձեր կուսակցությանը կարող են հաջորդ ընտրություններին արգելել մասնակցել։ Տեսեք, յուրաքանչյուր չէ, իրենք ոչ թե մեր կուսակցությանը, իրենք յուրաքանչյուր կուսակցությանը կամ յուրաքանչյուր քաղաքական ուժին, որը հայամետ է, որը պաշտպանում է Հայաստանի շահերը, այլ ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի, այս մարդիկ փորձելու են ամեն ձև նեղել, արգելել, ինչ որ բաներ անել, դա իրենց պարագայում դա նորմալ է, բա մարդիկ Թուրքիայից, Ադրբեջանից պահանջ ունեն, հրահանգ ունեն, պետք է անեն, մենք խանգարում ենք, բայց պետք է անեն։ Խնդիրը նրանումն է, որ այն գործընթացները, որոնց մասին դուք մանրանշում եք, հա, սպասվող գործընթացը եւ հակազդեցությունը, ընդ որում մեկը բերելու են արտահերթ նիստով խորհրդարան։ Ես դրա այդ 6 ամսվա բանը։ Այո, չեմ բացառում, որ ես կարծում եմ, որ իրանք ավելի շուտ հիմա դա կփորձեն բերել ապկատ կանել, այսպես կոչված, հա, թիմ ընտրությունների պարագայում հասկանան ոնց է աշխատում, եւ այո, ես ամեն ինչ սպասում եմ, ինչ վերաբերում է գործընթացին եւ գործողություններին, առայժմ զերծ կմնամ ինչ որ բան ասեմ, շատ པարզ պատճառով, առայժմ ինձ իրանք չեմ վերապահում, հա, հանրայնացնեմ կամ հնչեցնեմ ինչ-որ մի գործողություններ կամ քայլեր, որոնք կոպիտ ասած հա մենակ իմ ենթադրությունների մեջ են։ Իշխանությունների հետ կապված եք ասում քայլերը, Այո։ որովհետև հիմա տպավորություն կա, որ այս խորհրդարանը այնուամենայնիվ երկար կյանք չի ունենալու։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն կա, Մենակ որ երկու կողմը ասում են դուք լեգիտիմ չեք։ Իմ մոտ տպավորություն կա, որ առհասարակ Հայաստանի Հանրապետություն անում են ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետությունը իշխանություններ անում են ամեն ինչ։ Այն ձևաչափով, որով կա, հա, ինքը երկար կյանք չունենա, նվազագույնը իրենք անոնսը տվել են, երբ որ ասում են 4-րդ հանրապետություն, 3-րդին հաջողություն, 4-րդ, պարզապես վախենամ է 4-րդ հանրապետության անունը Հայաստան չի լինի։ Եվ այստեղ այո, ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ, որ այն իրավիճակում, երբ որ տարածաշրջանային տուրբուլենտությունը, այս էլ մի հատ էլի խոսանք, Իրան Միացյալ Նահանգներ, չնայած ինչ բան է ստորագրել, բայց դրանով հարցը վերջնականապես չի լուծվում։ Դա Բայց այստեղ նաև թրիփի հարցն է հիմա առկախվել։ Զանգեզուրի միջանցք, եկեք ավելի հստակ ասենք։ Ալիևը երեք հստակ ասել է Զանգեզուրի։ Դες Ալիևը ես դրա ասացի վրա չեմ հենվում։ Ես հենվում եմ այն տրամաբանության, որը դրված է թրիփի մեջ։ Իմիջիալը շատ ցայտուն օրինակ է, թե ինչպես կարելի է վերցնել Ադրբեջանի ուզածը, փաթեթավորել գեղեցիկ ամերիկյան թղթի մեջ, ստանալ ամերիկացիներից պայմանական դաբրո, որ քու տարածքը կոպիտ ասած մի խայտարակ ինչ-որ իրավիճակի մեջ գցես։ Ստեղ խնդիրը ուրիշ է։ Խնդիրը նրանումն է, տեսեք, մենք խոսում ենք իշխանություն եւ ընդդիմություն փոխհարաբերությունների մասին եւ դուք իրավացի եք, որովհետեւ յուրաքանչյուր դեպքում ժողովրդին, մարդկանց, համակիրներին առաջ են տանում քաղաքական ուժերը։ Ես չեմ վիճում դրա մասին։ Բայց մենք մոռանում ենք միայն մի բան, որ
վերջնական որոշողը կոպիտ ասած, հա, քայլերի ռելևանտությունը, դա այն մարդիկ են, ովքեր հիմա մեզ նայում են։ Հայաստանի քաղաքացիները ըստ չի նշանակում, որ պատասխանատվությունը իրաց վրա է դրվում, ոչ մի պարագայում։ Պատասխանատվությունը միշտ եղել է, կա եւ լինելու է այն քաղաքական ուժերի, ովքեր իրենց հայտարարում են քաղաքական ուժ։ Բայց դրա հետ մեկտեղ որքան էլ քաղաքական ուժը իրան ճղի մեջտեղից, եթե մարդը կոպիտ ասած իր տունը նստած տնից դուրս չի գալի նվազագույնը ձայն բարձրացնի, հա, ես մա կոշ չեմ անում, հելեք դու զբան ոչ մի պարագայում։ Ես առհասարակ ֆիքսում եմ իրողությունը։ Եթե ինքը դա չի անում, ապա իշխանը քաղաքական ուժը իրան մեջտեղից ճղի ոչ մի բան չի ստացվի։ Թե հիմա իշխանությունն էլ ձեր սայլ ասեմ եւ ավարտենք, ասում են այդքան ընտրողներ ունեն ԿՀ-ի մոտ տեսանք այդքան մարդ չեկավ հանուն նրանց համնուն ընդդիմության պայքարելու։ Ցավով եւս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ օրինակ քաղաք Երևանի Նիկոլ Փաշինյանի կամ դե լավ Երևան չէ, յուրաքանչյուր հա տեղ, որտեղ ինքը միտինգներ էր անցկացնում, իրեն իբր ձայն տվածների թիվը 4-5 անգամ ավել էր, քան մարդիկ էին գալի։ Թող այդ սատանի մայլենք հանդրբազություն չանեն, խնդրում եմ, էլի ախր այնքան ճախճի բաներ են ասում։ Մի հատ ձեր միտինգները նայեք ու հետո ձեր հավաքած թվերը, որ այդ խեժ բյուջետնիկներին լստում եք ավտոբուսներ բերում եք։ Կամ չէիք լստում ավտոբուսներ, ասում էիք, կամ չէիք ասում, սա ենթադրություն է հիմնավոր։ Զգում եք, զգուշորեն եմ խոսում։ Այո, վերջերս իմ բոլոր հյուրերը զգուշորեն են խոսում։ Պարոն Աբովյան։ Չէ, զգուշորենով, բայց այնուամենայնիվ ճիշտը մնում է ճիշտ եւ այստեղ ոչ թե իրացիոնալ վախի կամ հա սրանցից վախենալու թեզն է, այլ ավելի շուտ գիտեք ոնց տեղ չտալու, որ սատանան, որ ասում են, քութաղմանը տրենգի բարի։ Շատ լավ։ Շնորհակալ եմ ես ձեզ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Աբովյանի հետ, կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։